Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Թալիշի ձայնը թելեգրամյան ալիքը ադրբեջանցիների անունից 10 հարց է ուղղել Իլհամ Ալիևին։ Ալիքը ներկայացնում է Բաքվի բռնապետի գործողություններն ու հայտարարությունները, ապա հնչեցնում 10 ինչուներ։ Ալիքը մասնավորապես գրում է. Պարոն նախագահ, դուք հայտարարել եք պատերազմում հաղթանակի մասին, բայց դատելով ձեր բոլոր ելույթներից, տպավորություն է ստեղծվում, որ հայերի հետ հակամարտությունը չի ավարտվել։ Ինչու՞։ Ադրբեջանի դպրոցներում ներդրվել է առանձին դաս 9-րդ դասարանցիների համար հաղթանակի պատմություն, որի շապիկին դուք պատկերված եք զինվորական համազգեստով եւ դասագրքի գրեթե ամբողջ բովանդակությունը նվիրված է ձեզ, կարծես ոչ ոք չի կռվել բացի ձեզանից։ Ինչու ապագա հաղթանակի համար մենք 26 տարի շարունակ հանդուրժեցինք երկրում բարձր գներ, ցածր կենսամակարդակ, ենթակառուցվածքների եւ ազատությունների բացակայություն, եւ հետո հաղթանակը եկավ, արդեն 5 տարի է անցել եւ մեր կյանքը սկսեց ավելի վատանալ։ Ինչու։ Ղարաբաղյան պատերազմի վետերանները ստանում են ընդամենը $40 չափով հաշմանդամության նպաստ ամսական, իսկ մի քանի չակերտավոր բախտավորներ, որոնք վերջույթների անդամահատություն ունեն, մինչև $140։ Շատերն արդեն ինքնասպան են եղել նման անարդարության պատճառով։ Ինչու։ Եթե մենք հաղթեցինք, ապա ինչպես է ստացվում, որ 2025 թվականի բյուջեում առողջապահության եւ կրթության համար միասին 30%-ով պակաս գումար է հատկացվում, քան ռազմական ծախսերի համար։ Ումից ենք մենք վախենում, ում դեմ ենք մենք զինվում եւ ամենակարևորը ինչու։ Ինչպես պատահեց, որ Ղարաբաղում 4 օդանավակայան կառուցվեց 4 տարվա ընթացքում, մինչդեռ Ադրբեջանի մնացած մասում կա ընդամենը 5-ը։ Ինչպես պատահեց, որ Ղարաբաղում օդանավակայանները դատարկ են եւ Գաբալայի օդանավակայանում ներքին չվերթների տոմսեր ձեռք բերել հնարավոր չէ։ Ինչու։ Ղարաբաղում բնակություն հաստատած քչերը բողոքում են, որ տները վատ են կառուցված, տեսքից շքեղ են, սակայն քանդվող եւ անհնար է դրանցում ապրել։ Իսկ դուք քանդում եք բարձրորակ հայկական տները։ Ինչու։ Դուք խոսում եք նավթի եւ գազի ռեկորդային վաճառքի մասին, միևնույն ժամանակ Ադրբեջանի շրջաններում գործնականում բացակայում են ենթակառուցվածքները, ճանապարհները վատ վիճակում են, իսկ դպրոցները խարխուլ։ Ինչու։ Ինչպես է ստացվում, որ մի երկրում, որտեղ բիզնես ունենալը առանց ոստիկանության ներկայացուցիչների անհնար է, շատ քչերը ունեն բիզնես եւ հարստություններ, իսկ կոռուպցիայի նկատմամբ զգայունության վարկանիշում մենք զբաղեցնում ենք 154-րդ տեղը աշխարհի 180 երկրների շարքում։ Ինչու։ Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանում, որտեղ նավթ կամ գազ չկա, մի երկրում, որը գործնականում գտնվում է հաղորդակցության շրջափակման մեջ, մի երկրում, որ ինչպես դուք եք ասում, մենք հաղթեցինք, միջին աշխատավարձը 70%-ով բարձր է Ադրբեջանում միջին աշխատավարձից։ Ինչու։ Այնուհետև ալիքը պատասխանում է ադրբեջանական ժողովուրդը չվերադարձրեց Ղարաբաղը, դուք, պարոն նախագահ Ալիևը, դա ինքներդ եք վերցրել։ Ադրբեջանական ժողովուրդը միայն կորցրել է իր ապագան եւ հազարավոր մարդկանց այն համոզմունքով, որ գեղեցիկ քարտեզն ավելի կարեւոր է, քան կյանքն ու ազատությունը։ Դուք երկիրը վերածում եք Կովկասյան հյուսիսային Կորեայի հարևաններին սպառնացող վտանգներով, ցածր կենսամակարդակով, փակ սահմաններով եւ ժառանգական իշխանությամբ, գրում է ալիքը։